Կյանքում առաջին անգամ տեսա, որ եղունգները դրսում կտրել, են էլ գնացքից իջնելուց, են էլ շարժա սանդուղքով իջնելու ժամանակ եղունգները կտրել, պատկերացնում եք, այնքան ժամանակ չունեն, երևի տանն անեն, կամ էլ հանկարծ ճամփին տեսելա, որ եղունգները երկար են, այդ մկրատն էլ կտրելու բանն էլ մոտնա եղել, հանել կտրում էր։ Շոկոլադներ են, տիրամիզու, սպիտակ շոկոլադ, բանով, ընկույզով, տարբեր տեսակի, կարճ ասած։ Սելանավեր, սուրճի բաժակ։ Սրանք էլ էլի շոկոլադներ, նվերի համար, սպիտակ շոկոլադ, երկրորդը կեսկինա, նվերներ են։ Սրանք էլ այսպես տակը դնելու համար բաներ են։ Փոքր կանացառը 569։ 49 լույսերը։ 5 եվրո խաղալիքները։ Այստեղ լավ մեծերն էլ կան 35% զեղչով։ Կեսը թափանցիկ, չընկնեք հանկարծ։ Չէ, սրանք մի հատը մի եվրո են։ Էսա սրագինը, այս գույներն էլ կան, թափանցիկները, անձեռոցիկներ, այս էլ սեղանի ծածկելու համար էլի ծածկոցի վրա գցելու, ես էլ տոնածառը։ Առավոտյան դեմքի խնամք եմ անում, տոներ եմ քսում, առաջինը աշկի վրա, լավ տարածում եմ, երկրորդ քայլը կոլագեննա աչքերի շուրջ մաշկի համար, վիտամին C-ով, հաջորդը վիտամին C դեմքի կրեմ, քսում եմ տոների վրայից, պարանոցի մասին չենք մոռանում, այսպես լավ քսում եմ, այտուսները վերացնելու համար կամ մի քիչ պակասացնելու համար այս դեմքի մասաժորն եմ օգտագործում։ Հաջորդը ցերեկային կրեմն եմ քսում։ Մի քիչ մասաժ եմ անում, վերջինը արևապաշտպան 50 SPF կրեմ եմ քսում։ Էլի եմ ասել կապ չունի, ձմեռա թե ամառ, միշտ պետք է քսել։ Բարսակի փաթիվներ եմ եփում սոյայի կաթով։ Լավ ավելացնեմ։ Կերած պանիր կլսնեմ, կտավատ մի քիչ կավելացնեմ, ջայ սերմեր,
Քունջուտ սպիտակ, մի փոքր էլ արևածաղկի սերմեր, սրանք բոլորը բացի չիայի սերմերից բոլորը կալորիաներ են պարունակում, այնպես որ պետք է զգուշանալ։ Այսօր մսով ճաշ եմ եղել, մսերը ոսկորները ավելի շուտ նենց խոշոր են, կարմիր ոսպ եմ լցրել, մի փոքր նեխուր, քաղցր պղպեղ, կծուչունեի, թարմ կանաչին քիչ էր, ռեհաներ ու սամիտ, բայց չորացրած ցիտրոն ու ռեհան եմ լցրել։ Բարի օր, սիրելի բարեկամներ, հուսով եմ դուք բոլորդ լավ եք։ Ես էլ եմ լավ, մի քիչ գերհոգնած եմ աշխատանքային օրերից հետո, բայց որոշեցի մի հատ վլոգ նկարեմ, առավոտվանից այդպես ես թույլ հոգնած եմ զգում, բայց ամեն դեպքում ասեցի մի հատ վլոգ նկարեմ։ Արդեն կեսօրն անցել է, ժամի 3-ն է, հիմա մի հատ սուրճ խմեմ, ճաշի եփել եմ արդեն, կարևոր է ու ուզում եմ մի բան թխեմ, հոգնած եմ, բայց ուզում եմ մի բան թխեմ, կարագը արդեն հանել եմ, բայց հստակ չեմ որոշել ինչ եմ թխելու, ամեն դեպքում կարագը հանել պատրաստել եմ։ Իդեպ ես գցել եմ ծածկոցի վրա, որ շուտ չկեղտոտվի, վրան ջուր բան չթափվի, այս պատուհանին, որ կպցրել ենք, դրանից է, որ մյուս կողմը չի երևում, այսպես մի քիչ խոնավացրել ենք տակն ու կպցրել ենք պատուհանին, որովհետև այնտեղ դիվանի վրա որ նստած են լինում, այստեղ էլ ասենք հյուրբան է լինում, այստեղ էլ գործ բան ենք անում, սիրուն չի որ երևում է, դե վարագույրել հարմար չի կախել այստեղ, դրա համար ես գցել եմ սրա վրա, որ անընդհատ չհանեմ շուչում փոխեմ։ Ուզում եմ տնական քաղցրավենիք պատրաստեմ, քունջուտը պետք է բովեմ, քիչ կարմրացնեմ, ընդամենը 2 բաղադրիչով քաղցրավենիք եմ պատրաստելու, մի քիչ էլ դառը շոկոլադ եմ օգտագործելու։ Ես մի քիչ բովեմ կարմրացնեմ, քունջուտը շատ կալորիաներ ունի, այնպես որ ինչ-որ պատրաստում եմ, ընդամենը մի հատ կարելի է ուտել օրական, մի քիչ էլ կարմրի ու վերջ։ Ջեռոց էլ պետք է դնեմ, ուղղակի սենց սիրուն է լինում, որ մի քիչ կարմրում է։ Սենց խառնում եմ ու մտածում եմ, որ քանի տասնամյակ խավից չեմ պատրաստել։ Չնայած այնպես չի, որ ախորժակը ստանում է, բայց մի անգամ կարելի է պատրաստել, հիշել, մի հատ վերջին անգամ, երբ որ երեխեքս փոքր են եղել, այն ժամանակ եմ պատրաստել, ջեռոց դրած ավելի հավասար կկարմրեր, բայց ոնց որ այսպես ավելի շուտ լինի, քան ջեռոցում։ Չնայած որ ջեռոցը նախապես տաքացրած լինեի, լավ էլ շուտ կլիներ։ Այսօր հասցրել ենք հայկական խանութ էլ ենք գնացել լավաշ առնելու, լավաշ մեկ էլ ենքան համով խավիար են վաճառում հայկական խանութում, գնացինք դրանից էլ առանք, շատ լավն է։ Ահա, վերջ։ 2 հատ բանան եմ օգտագործելու, լավ հասած են բանանները, միջից բան չի եղել, բայց կլեպը արդեն համարյա սևացել է։ Ես պետք է այսպես բյուրեղացնեմ, այսպես մի քիչ հարեմ, որ լավ բյուրեանա, մեծ ափս է վերցրեցի, որ ավելի ազատ աշխատեմ, չնայած որ զանգվածը քիչ է լինելու։ Այսպես բյուրեացնում ենք, հիմա
Ես էլ ավելացնում եմ սերմերը բանանի վրա, խառնում եմ, այսպիսի զանգված եմ ստացել, հիմա սա առայժմ մի կողմ դնեմ, շոկոլադը հալացնեմ, շոկոլադը հալվեց, հիմա սրան պետք է ֆնդուկի կարագ ավելացնեմ, փոքրել, խառնում ենք, այս էլ լուծվի, վերջ, հիմա սա պետք է գտալով լցնեմ այս տապակի վրա, մի քիչ էլ մեծացնեմ երևի, այսպես, հիմա այսպես գտալով սիրունացնում եմ, ու փորձում եմ մի քիչ փոս անեմ, որ շոկոլադը մեջը լցնեմ, այս հալացրած շոկոլադից լցնում եմ այսպես մեջտեղը, այս տեսքն ստացան վերջնական, հիմա դնեմ ջեռոց 20 րոպե երևի կամ 25 րոպե, ջեռոցից հանել եմ արդեն, այսպիսի գրավիչ տեսք ունեն, հիմա կփորձենք, կանաչ թեյ խմեմ մի հատ, ժամը դեռ ուշ չի, ժամը 5-ն է, կարամ խմեմ, դե մի զամուղա գիտեք կանաչ թեյը, որ ուշ ժամի խմում ենք, չի թողնի քնենք, սրանք այս քաղցրավենիքը պատրաստեցի, հիմա փորձենք մի հատ թեյի հետ, օրը մի հատ ասեցի կարելի է, որովհետև կալորիաները շատ են, չնայած այնպես չի, որ ես այդպես պարտաճանաչ հետևում եմ, բայց հնարավորինս հետևում եմ, բայց միևնույն է, գալիս է մի տարիք, երբ որ նիհարելը շատ դժվարանում է հորմոնների հետ կապված, չնայած եթե լավ ջանք ներդնենք, ինձ թվում է կանենք, որովհետև այնպես չի, որ լավ տեղով ամեն ինչ անում եմ, ինչևէ, սա մի հատ փորձենք, տեսքը ոչինչ է, վատ չի, կարևորը գիտենք մեջը ինչ կա, նուշ եմ դրել վրան մի հատ, կարելի նաև մի փոքր ավել կարմիր ասել, չնայած տաքը կարմիր է, Լավն է,
առողջ քաղցրավենիք է, շատ կալորիական, բայց առողջ քաղցրավենիք է։ Եթե քունջութի համը սիրում եք, բանանի համը, ուրեմն շատ լավ է։ Ինչևէ կարելի է մի անգամ էլ էս փորձել։ Թե այդպես տաք ես չեմ խմում, պետք է մնա մի քիչ սառի։ Մի քանի օր առաջ աշխատում էի, մենեջերը մոտեցավ հարցնում է, կիրակի օր աշխատելու ես։ Ասեցի, չէ, չեմ կարա, կիրակի օր է, ասի տրանսպորտը լավ չի մեր մոտից, ասում է, հա, մահան այս բռնում։ Ասեց ու գնաց, խղճից չնստեց, գնացի, ասում եմ, մարդ չկա աշխատող, ասում է, դե պետք է, էլի մարդ է պետք։ Ասեցի, դե լավ, եթե տենց ասի կգամ, մեքենայով կգամ։ Մի անգամից անունս գրեց, կիրակի օրերը, որ աշխատում ենք, մի օր կարանք ազատ վերցնենք դրա փոխարեն։ Այսինքն, եթե 4 օր ենք աշխատում, 4 օր է մնում աշխատանքային, ուղղակի օրն է փոխվում։ Ասեցի, դե գոնե շաբաթ օրը ազատ տվեք հանգստանա, որ կիրակի օրը գամ աշխատեմ։ Գրեց, լավ էր, տվել եմ։ Հիմա շաբաթ օրը ազատ կլինեմ, դրա փոխարեն կիրակի օրը կաշխատեմ։ Ընդհանրապես Բելգիայում խանութները ամենամսվա առաջին կիրակի օրը բաց են լինում, մեր խանութն էլ է թվում, իսկ դեկտեմբերին բոլոր կիրակիներին են բաց լինում։ Ու այնտեղ, եթե չեմ սխալվում, 2 կիրակին կրկնակի են վճարում, 2 կիրակին երևի 250% վճարում են, բայց դա էլ ավելի շատ հարկ են պահում, դրանց ավելի շատ հարկ են տանում։ Այնպես որ դա էլ ուրախանալու բան չի, որ շատ են վճարում էլի։ Այդպես ասեցի, դե լավ, կիրակի օրը կաշխատեմ։ Կիրակի օրը դե ավելի շատ մարդ է գալիս խանութ ու ավելի շատ ծանրաբեռնված է լինում։ Ինչևէ, վաղուց չեմ աշխատել կիրակի օրերը, արդեն քանի տարի, որ նոր էի մտել աշխատանքի, ամեն ամսվա կիրակի օրը աշխատում էի։ Միշտ աշխատում էի, պարտաճանաչ, բայց հետո արդեն չէ, մի երկու անգամ ավելի շուտ մենեջերների հետ այդպես միջադեպեր եղավ ու դրանց հետո ասեցի, էլ չեմ աշխատի։ Դե ես իրանց էլ եմ հասկանում, կիրակի օրը շատ է, մարդիկ շատ են, ստրեսը շատ է, աշխատողները քիչ են։ Երկու դեպք այդպես եղավ, որ մենեջերները իրանց ճիշտ չպահեցին ու ես ինձ որոշեցի, որ վերջ, սրանց հետո ես կիրակի օրերը չեմ աշխատելու, ես իրանց ոնց որ լավություն եմ անում, որ աշխատում եմ, ճիշտ է վճարում են, բայց մեկը այլ մյուս օրերն էլ են վճարում ու ինձ պետք է չի, որ կրկնակի վճարեն, ավելի շատ հարկ վճարեն։ Ու դրանց հետո ես արդեն քանի տարի չեմ աշխատել կիրակի օրերը ու այս մի անգամ մենեջերի խնդրանքով չի առաջարկով, որ հարցրեց դրա համար, ոնց որ իհարկե նեն չի, որ ասեմ ամաչեցի կամ երեսս չբռնեց, վաղուց այդ տարիքում չէ։ Ուղղակի իրար նկատմամբ հարգանքից ելնելով ասեցի, դե որ հարցնում է, քիչ առաջ էլ ինքը մեր շեֆի հետ էր կանգնած, երևի այդ թեմայով էին խոսում, ուրեմն եթե հարցնում է, նշանակում է շեֆն էլ է տեղյակ, դե որ ասում է, սպասես, մի անգամ գամ աշխատեմ։ Այդպես, իսկ իրանց հետ որ ասում եմ մենեջերների հետ միջադեպ, ընդհանրապես շատ հարգալից են մենեջերները, շատ են գերական, ասենք չես տարբերի մենեջերը կամ տարբերություն չկա, ասենք մենք ենք սովորական աշխատող, թե մենեջեր են, ընդհանրապես այդ բանը չկա, հավասար են, անգամ այդ ամենամեծ մենեջերն է շատ գերական, շատ մեր նման էլի չես տարբերի, ուղղակի երևի հենց այդ իր վերաբերմունքից էլ ավելի շատ ես հարգում։ Այդպես է մարդուն ոչ պիտի վախենաս, որ հարգես, վախենալով չես հարգում, չէ, պետք է հարգանքը ուղղակի իրանք ստեղծեն այդպիսի բան, որ դու իրանց հարգես։ Այդպես Միան ասեցի երկու մենեջերի հետ միջադեպ եղավ, իհարկե ոչ իմ պատճառով, ես ընդհանրապես ես ինքս երբեք բան չեմ անում, ասենք ես մարդկանց հետ վիճեմ կամ ես պատճառ դառնամ, որ իմ պատճառով ինչ-որ բանն այդ չլինի, հաստատ դիմացինից է սկսվում ու այս անգամ էլ այդպես եղավ, մի քանի տարի առաջ էր, որ նոր էի, համարյա նոր աշխատող էի, երևի մի տարի, այդպես մի տարվա աշխատող էի, դեռ լավ չէի հարմարվել, լավ չգիտեի ամեն ինչ, հատկապես լեզուն, մեր ամենամեծ մենեջերներից երկրորդը կիրակի օր էր, էլի այդ աշխատանքային օրը, այդ որ աշխատեցի այդ օրը, ամենամեծ մենեջերներից մեկը, այդ օրը ինքն էլ էր աշխատում, ուրեմն խանութում այդպես ես աշխատում էի արագ գնում գալիս, այսպես բան էի անում, լիքը մարդ կար, եկել մի երեխա լացեց, տեսա իմ բաժնի մոտ էր, փոքր երեխա էր,
գնացի մոտեցա, մի 2-3 տարեկան կարող այդպես նայում եմ մենակ կանգնած լացում մամա է ասում կողքը բոլորը նայում կողքերն էլ դե հաճախորդներ ասում դա գնում է գալիս է մարդկան նայում ասում այդպես ձեռը բռնեցի երեխի իդեպ կորոնայի ժամանակներն էր հայ դել ասեմ այդ երեխի ձեռից բռնեցի գնացի մեր այդ հաճախորդների որտեղ որ սպասարկում ենք ասենք հարցերով մոտենում ենք անբան այնտեղ մենք բարձրախոսում ենք դրված գնացի իմ գոլեգաներից մեկը այնտեղ կանգնած էր ասեցի մի հատ բարձրախոսով ասա ու անվտանգության աշխատողին ասա որ այս երեխան մամային կորցրել է այդպես երեխի ձեռը այդ պահին բռնած կանգնած եմ հենց այդ պահին հետևից մեկը թևս ուժեղ բռնեց ասենց բան ուժեղ հենց հա ուժեղ բռնեց ասեմ որ կողքսել հաճախորդներ են կանգնած որ մոտենա այդ աշխատողին ինչ որ բաներ պետք է հարցնեն կամ ինչ որ ապրանք են բերել ետ տալու պետքա ետ տալ այդպես այդ պահին այդ երեխի ձեռը բռնած դիմակներով ենք բոլորս մեկը թևիցից ետևից բռնեց համ վախեցա հաճախորդներից է երևով իմ թևով պիտի բռնի շուռ եկա տեսնում եք մեր մենեջերն է ասում է բաց թող երեխի ձեռը ասենց կոպիտ հենց բաց թող երեխի ձեռը ասում է կորոնա է վտանգավոր է սիրտս մեզ լցվեց այդ մի անգամից ոչ մի բան այդ բայ չկարեցա ասեմ այդ երեխի ձեռքը բաց թողեցի ու ես գնացի բաժին հիմա ոնց հլացս գալիս կոկորտս խեղդում է մտածում եմ թե ոնց անեմ էլի իմ հետագա քայլերը մտածում որ հենց հիմա գնամ շեֆի մոտ ու ասեմ սենց հենց այդ պահին մեր ասեմ որ լավ չի խոսում դա էր կարևոր մեր շեֆն էլ անգլերեն էր խոսում հենց այդ պահին մեր հայ աղջիկներից մեկը ուսանող ինքն էլ էր աշխատում Կիրակի օրը մոտեցավ ինձ բարևեց խոսում էինք զգաց որ ես տխուր եմ համարյա լացում եմ կոկորտս խեղդում է ասեց ինչ ա եղել ասեցի պատմեցի ասում եմ ոնց ես ասեմ այս ամեն ինչը հոլանդերենով շեֆին ինքը ասեց սենց ասա հետո իրան կանչեցին ինքը գնաց ես մտքերս եմ դասավորում որ գնամ շեֆին պատմեմ ասեմ սենց մեկ էլ հենց այդ պահի այդ կինը որ ասում եմ թևս բռնեց այդ երկրորդ մենեջերը եկավ երևի գիտակցեց որ ինքը սխալ է արել դրա համար էր եկել մեկ էլ ինձ հարցնում է ամեն ինչ լավ է էլ չդիմացա օրհկացի ասեցի չէ ամեն ինչ լավ չի ասեցի ասի դու կարաս իմ թևը բռնես կորոնա չի բայց որ երեխան կորել էր ես իր ձեռը բռնեցի այդ կորոնա է ու աչքերիս սարսունքները գնում են ու խեղդվում եմ հետնել զարմացած աչքերը չռեց վրաս ավելի շուտ չռեց ոչ թե բանից այլ զարմացավ որ ես իրան տենց բան ասեցի էլի ու շատ սարդ կիներ հիմա էլ չի աշխատում որ բոլորս դրանից այն որ մեր Էլմիրան ասում է ճիշտ մի անգամ հիշում ես Էլմիրա ջան որ ասում էր մառոզա անում այդ տիպի կիներ լավ է մեր բախտից հանեցին գործից որովհետև բոլորի համար էլ միշտ բաներ ճիշտ է ինքը լավ էր աշխատում բայց իր աուրան շատ վատն էր ասեցի իսկ ինչի դու իմ թևը բռնեցիր այդ կորոնա չի զարմացած նայեց ինձ թվաց հեսա հարցակվելու է վրաս բայց ասեց կներես ասեց Ֆեբրիանա կներես 2-3 անգամ ներողություն խնդրեց ես ոչ մի բան չասեցի ես հետո աշխատում էի իմ գործն էի անում այդ բեյբիները բաժնում էի լավ հիշում եմ շորն էի ուղում մի 2-3 անգամ ներողություն ասեց կներես ու թողեց գնաց հիմա ես մի քիչ հանգստացա որ ներողություն խնդրեց բայց մեկը լի վիրավորված եմ առավել ես պատկերացնում եք հաճախորդներն էլ կանգնած ոնց որ ես չգիտեմ երեխա եմ ինչ եմ եկելա բռնել իմ թևից բռնելա իմ կես տարիքն ունի ինքը 5 րոպե չէր անցել նորից երկրորդ անգամ եկա alles gut ասում ամեն ինչ լավ է ասեցի յա ավելի հանգստացել էի արդեն ու փոշմանեցի որ ասի լավ չեմ գնա շեֆի մոտ կարևոր ինքը ներողություն խնդրեց ու այդպես այդ միջադեպը անցավ այդ օրվանից հետո որոշել էի չաշխատեմ հետո մի անգամ էլ աշխատեցի երկրորդ անգամ էլ մի հատ ուրիշ մենեջեր ունենք իմ տարիքի կին է ուրեմն կանչեցին կասա գնացի օգնելու բայց ես իրականում իմ բաժնում էի կանգնած գնացի կասա օգնելու հետո ոնց որ էլ բան չկար հերթ չկար վերջացրի ես թողեցի գնացի դե ուրիշ կասայի աշխատողներ կար իրանք աշխատում են հետո հերթ չկար էլի սպասարկելու բան չկար անջատեցի իմ կասան գնացի իջա գնացի իմ բաժին մեկ էլ հիմա էլ ահագին ժամանակ հետո կանչեցին ներքևի կասա գնացի որ այնտեղ օգնեմ
կասա եմ անում, մարդկանց իրար շփթում եմ, բարևում եմ, վերջը կանչում եմ, բանը սեղմում եք, իրանք գալիս են, էլի։ Մեկ էլ զգում եմ, որ այս մենեջերը մի քիչ հեռվում կանգնած ինձ ա նայում։ Մտածում եմ, ինձ բան ունի ասել, ես ինչ է ինձ նայում։ Այդպես մի 2-3 ինքը կանգնած մնաց, մի երևի 2-3 հաճախ խորտի սպասարկեցի ու բան արեց։ Մեկ մոտեցավ, ասեց, հələ մի կանչի մարդու, ասեց, քո հետ խոսալու բան ունեմ։ Ասեց, եղավ։ Հիմա անցավ ինքն կասայի հետև, ես էլ գնացի մի քիչ առաջ, ասում ինչ է եղել։ Ասում է, ուզում եմ որ բորբոքված է շատ էլի։ Ասում է, այդ որ դու կասայից իջել ես ներքև, ինչի չես ինձ ասել։ Ասում եմ, որովհետև դու ընդեղ չէիր, որ քեզ ասեի։ Մեկը ասում է, դու ինձ պետք է ասեիր, որ գնում էիր կասայից, ասում է։ Ասում, բայց ես կասայի աշխատող չեմ, ես ուղղակի եկել էի օգնել, վերջացրել գնացել եմ։ Հա մեկ ու պնդում է, ոնց որ այդպես չշարունակեցինք արդեն, ես պնդեցի, որ ես քեզ պարտավոր չի ասեի, որովհետև ես կասայի աշխատող չէի, դու էլ ընդեղ չէիր, որ ասեի, ես քեզ որտեղից գտնեի, որ ասեի։ Ու այդպես թողեցի գնացի, հետո մեկ ուրիշ մենեջերներ, իմ բաժնի մենեջերն որ տեսա, ասեցի, սենց, ասի, այսինքն ինչա բանա, հա, պետք է իրան անպայման գտնել ես խանութի մեջ, իրան պետք է ասեի, որ ես կասան փակում եմ, միշտում եմ իմ բաժին։ Վերջը ասեց շատ բան մի արա, ասեց շատ ասեց ասած բանի տեղ մի դիր ասեց, որտեղ իր հետ բարդ է, էլի, ինքը չասեց իր հետ բարդ է, դա իր գոլեգան է, ուղղակի ասեց շատ բան տեղ մի դիր։ Այդպես այդ երկու նախադեպ ունեցա Կիրակի օրերից ու ասեցի վերջ, էլ ես Կիրակի չեմ աշխատելու, ես կամ ձեր ոնց որ օգնեմ, խանութին օգնեմ, աշխատեմ ու մենեջերների բռնած դիրք էլի ասենք, իրանք չեն կարող երևի ստրեսի հետ բան անեն, չեն կարողանում իրանց զսպեն կամ չեն կարողանում իրանց տիրապետեն, ինչևէ, եթե դու ստրեսի մեջ ես, մենք էլ ենք նույն խանութում, նույն գործին, մենք էլ ենք ստրեսի մեջ, ճիշտ է, մենեջերի պատասխանատվությունը ավելի շատ է, բայց այդ ինձ չի հետաքրքրում բացարձակ։ Ինչևէ, սիրելի բարեկամներ, այդքան գլուխները ցավացրի նրա համար, որ ասեմ, Կիրակի օրը բաց է խանութը, ես էլ աշխատելու եմ։ Այդպես ժողովուրդ ջան, հիմա այս Սուրբ Ծնունդից առաջ այդ վերջի օրերը ավելի շատ մարդ է գալիս, նվերներ են դեռ առնում։ Այնպես որ սպասվում է, որ շատ ծանրաբեռնված կլինի։ Ես էլ առավոտները գնում եմ 10-ից տանից դուրս եմ գալիս, իրիկունը 8-ից 10 նոր տուն եմ հասնում ու շատ հոգնում եմ, շատ իրոք որ շատ հոգնում եմ։ Երբ մի ժամ այդպես մնում եմ, որ բարկում եմ շուտ համստան, բարկում եմ, որովհետև իրոք շատ եմ հոգնում։ Ինչ էլ չլինի, տարիքը իրանն անում է։ Չնայած ասում եմ, չէ, տարիքն իրանն անում է, բայց որ նայում եմ այն ջահել երեխեքը, որ իմ հետ աշխատում են, ես իրանցից ավելի արագ ու լավ եմ աշխատում, որ նայում եմ ինչ ձև են շարժվում ու մոտիվացիան ընդհանրապես չունեն, զարմանում եմ։ Ինչևէ ժողովուրդ ջան, այդ էլ մի քիչ կիսվեցի ձեզ հետ։ Թե ես սառի խմեմ, տաք է շատ, այսպես չեմ կարող խմում։ Սրանք էլ մեր խանութից վերցրի, այսպես բաժակների տակ դնելու համար։ Կար նաև մի քիչ ուրիշ ձև, այսպես ոնց որ ձյունիկի տեսք ունենար, կայանը դրանցից առավ, այն էլ էր շատ սիրուն։ Ես սրանցից վերցրի, սրանց մեծերն էլ կային, շուտ վերջացան, այս փոքրերը հենց բաժակի չափով հարմար է տակը դնելու համար։ Երեք շատ էի հոգնել գործի տեղը, շատ գործ կար անելու, ես էլ շատ ոնց որ քայլեցի, ինքան շատ էի հոգնել, լավ էր։ Վերջի մի կես ժամ 40 րոպեն կանչեցին կասա օգնելու գնացի, աթոռ կար ազատ նստեցի, մեկ էլ բան ունենք, ուկրաինացի աշխատող ունենք, մի անգամ իր համար բան եմ արել, իմ շիֆտը որ մի քիչ շուտ է վերջանում, Իրանի համեմատ, մի ժամ շուտ է վերջանում, դե ես կարամ ինչ-որ բան առնեմ, բայց իրանք որ վերջացնում են, արդեն կասաները փակեն, չեն կարող առնել։ Հիմա անցնում դառնում, ասում եմ, որ մի բան ուզում ասի, բայց ամաչում է։ Ինձանց մի 5-6 տարի է երևի փոքր։ Ասում է, մեկի մոտեցավ, Սվետլանա ասում է, մի բան կառնես իմ համար, ասեցի, իհարկե կառնեմ, ուրախացավ։ Ասի, մենակ քարտդ կբերես պատրաստ լինի, որ ես ասի, հենց վերջացնեմ, իջնեմ, մի անգամից առնեմ ու գնամ։ Բարսացա վերև, երբ որ վերջացրի գործս, բարսացա վերև, հագնվեցի իջա, տեսնեմ այս խաղալիքներից, ես բերել գրել եմ, որ ձեզ ցույց տամ։ Այս խաղալիքներից ա վերցրել,
ու իր մամայի համար մայկա է վերցրել, իր մաման հաշմանդամ այս պատերազմը որ սկսվեց, բերեցին այստեղ։ Շատ դուրս եկավ, ասեցի, վայ, ես էլ եմ ուզում ուրեմն, իդեպ զեղչել էին։ Իջել եք, սրանք կարծեմ չէ, 50 ցենտ էին, նայեք ինչքան սիրուն են։ Մի հատ էի վերցել, հետո ասի շատ սիրուն են, սպասում մի երկու հատ էլ վերցնեմ։ Սրանցից եմ վերցրել, այս եղևնիները, սրանք էլ էին իջել 50 ցենտ։ Շատ սիրուն են։ Ու այս մեր պապիկը, այս մի քիչ սառն էր, դրա համար մի հատ եմ վերցրել, սպիտակ չէ, մի քիչ ոնց որ սենց սառը բան ունենա, բայց էլի սիրուն է։ Նոր ցունա, կախեմ տոնածառի վրա, ավելացնեմ խաղալիքների վրա։ Իր առևտուրն արեցի, իր քարտով բնականաբար, չնայած եղել է, որ ես վճարել եմ, հետո արել եմ իր համար, հետո ինքը բերել փողը տվել է։ Հետո էլ ասի թե սպասի ես էլ վերցնեմ, սրանք ես էլ առա ու նոր եկա տուն։ Այդպես ժողովուրդ ջան, երևի թե այսքանով վերջացնեմ այսօրվա վլոգը, շատ չերկարացնեմ, որ զանզրալի չլինի, ասեցի մի հատ վլոգ դնեմ, որովհետև ես 2 օրը չեմ դրել ու ձեզ բարի գիշեր մաղթեմ, եթե բարի լույս է ձեր մոտ, թող բարի լույս բացվի բոլորիս վրա, բարի գիշեր, բարի օր, կարևորը թող բարի լինի, օրը թող բարի լինի, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, հաջողություն։